որ իր թիմը մասնակցելու է 2026-ի ընտրություններին, հանրապետականը որոշում ունի արդեն։ Ես հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով, երբ որ դրա ժամանակը մեր կարծիքով կգա, մենք որոշում կայացնենք։ Այդ այլ գործի մասին դիտարկում է հնչել այսօր դարձյալ նույն ասուլիսի շրջանակում, ասել եմ մենք մեր ստորագրությունը տվել ենք, սպասում ենք։ Դա այդ process-ը, համագործակցությունը, ստորագրություններով միանալը ենթադրում էր ստորագրություն տալ եւ սպասել, թե այլ ենթադրելի գործողություններ պիտի լինեին եւ impeachment-ի գործընթացի հաջորդ փուլը որն է, պարոն նախագահ, որովհետեւ ձեր նախաձեռնությունն է, ձեր ուժի։ Նախ այդ հարցի առաջին մեծ մասը 90%-ը ինձ չի ուղղված, խնդրում եմ ինձ ուղղված հարցեր տվեք, էլի։ Սա մեկ, երկրորդ փուլը impeachment նախաձեռնողների հայտարարությունն արդեն կա։ Եվ ուզում եմ ասել, որ նախաձեռնողները մենք չենք եղել, մենք եղել ենք պաշտպանողները, մենք եղել ենք եւ կանք տեխնացու առաջադրողները, ինչի համար մենք այդ բառը ես չեմ սիրում, էլ ասեմ հպարտենք, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր այդ գաղափարը պաշտպանում։ Հնարավորությունները փողոցի գեներացիայի մասին եք խոսել։ Նրանք հերթով լինելու են։ Եթե նորից եմ ասում, ուշադիր հետևեք impeachment նախաձեռնողների նու էջերին ասեմ կամ նրանց խոսքին, տեսնեք, որ արդեն հայտարարություն եղել է։ Եվ եթե ուզում եք, կարող եմ կրկնել, նրանք հայտարարել են, որ այս փուլը չեզոք, այսպես ասեմ, պատգամավորներին համոզելն է, որպեսզի նրանք միանան impeachment-ի գործընթացին։ Տեսնենք ժամանակը։ Պարոն նախագահ, դուք ասում եք, որ ձեզ համար Արցախի էջը երբեք չի կարող փակված